Green Card ստանալ երազողները ստիպված են սպասել։ ԱՄՆ-ն կասեցրել է շուրջ 30 տարի գործող վիճակախաղի ծրագիրը։ Այս որոշումը հաջորդեց Բրաունի համալսարանում հնչած կրակոցներին։ ԱՄՆ իրավապահները պարզել են, որ կասկածյալը երկրում հաստատվել էր այդ ծրագրով։ Ինչ հնարավորություն է տալիս ծրագիրը։ Ապրել ԱՄՆ-ում որպես մշտական բնակիչ առանց վիզայի կամ այլ կարճաժամկետ թույլտվությունների անհրաժեշտության։ Աշխատել ազատորեն առանց գործատուի կողմից հատուկ թույլտվություն ստանալու։ Ներգաղթել ընտանիքի անդամների հետ ընտանիքի անդամների համար ընտանեկան վիզաների միջոցով։ ԱՄՆ-ում բավարար ժամանակ բնակվելով եւ որոշակի պայմանների համապատասխանելով դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար։ Հաշվառվել ԱՄՆ-ում պետական կամ մասնավոր ծառայությունների համար, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը եւ այլն։ 1990-ականներին մեկնարկած ծրագիրը տարեկան 50,000 վիզա էր տրամադրում այն երկրների քաղաքացիներին, որտեղից ԱՄՆ ներգաղթի տեմպերը համեմատաբար ցածր են։ Թեկնածուները պատահականորեն ընտրվում էին վիճակախաղի միջոցով։ Ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ էին դիմում ամերիկյան երազանքին հասնելու համար։ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ 2025 թվականի վիզայի վիճակախաղին դիմել է գրեթե 20 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 131,000-ը ընտրվել են։ Հաղթելուց հետո սովորաբար նրանք անցնում են ստուգում Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվորեն մասնակցում են Green Card-ի խաղարկությանը։ DV 2025 ծրագրի շրջանակում Հայաստանից դիմել է 2971 անձ։ Տարածաշրջանում ամենաբարձր թիվը գրանցվել է Իրանից՝ 5267 հաստատված դիմորդ, Թուրքիայից դիմել է 4194 անձ, Ադրբեջանից 1730, իսկ Վրաստանից 1342 անձ։ Ընդունվել է Ռուսաստանից դիմաց 5519 անձի դիմում, Ուկրաինայից 4002։ Աֆղանստանից Green Card-ի վիճակահանությանը դիմել է 4009 անձ, սակայն մոտ մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով դադարեցրեց Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր միգրացիոն հարցումների քննումը։ Պատճառը Սպիտակ տան մոտ հնչած կրակոցներն էին, որոնց հետևանքով վիրավորվել էր Ազգային գվարդիայի 2 զինվոր։ Իրավապահները կալանավորել էին Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցու։ ԱՄՆ կառավարությունը Green Card ծրագրի ընթացքը կասեցրել է մինչև լրացուցիչ որոշումների կամ օրենսդրական փոփոխությունների իրականացումը։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ որոշումը ժամանակավոր կասեցում է, եւ ծրագիրը դեռ ամբողջությամբ չի չեղարկվել։ This is the gold card, as you know. The Secretary of Commerce and myself and some others have been. Ուշագրավ է, որ զուգահեռ Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես գործարկեց իր ոսկե քարտ վիզան, որը ներգաղթի նորուղի է եւ թույլ կտա օտարերկրացիներին վճարել $1 միլիոն իրենց վիզայի դիմումը արագացնելու համար կամ ընկերություններին վճարել $2 միլիոն ԱՄՆ բերելու համար այն օտարերկրյա աշխատակցին, ում ցանկանում են հովանավորել։